Ոստը մնոք չկա խանութները, սամսեմ կանգնած են մեր խանութները, հատուկը ծանգածած խանութը նայ, ամեն ինչ կա, բայց առնող չկա։ Հարգերը ոչինչ, նեղված կապրիկ, բայց կնվճարին։ Հա, դիկետության հարգը, հավարք ես վերցրել։ Հա, ինքուր այ ծանր էր ջարների ժողորդի։ Վարկեր են ունեն։ Հəbə չունին, առանց վարկ, ամեն ինչ եմ։ Որոշել եք ու նոխտիների դուք Հədə հələ ատենdik երկու ամիս կա, ընտանիք է, պիտի որոշենք, կացենք, քաշենք, որն էլ հա, որն է վատ, որն ինչ է, առավոտոր հակուստ է, հակուս հայլուտ է, մգնայես, որն է լավ, որն է վատ չէ։ Գիտես ինչ, ես պես կպատկերացնեմ ժողովրդին գործարանեղնի, աշխատի, ամսական իր աշխատանքի քանակը գիտենա թե ինչ կառնի, որ այդ փողով իր տնտեսությունը շահի, պայի, տեսենք թե անգ Ջայել հարս է գնացել է հոկտեմբերյան 5000-ով խոտ պդի հավաքի, չագիր, ադիք ինչ է աղջիկ ջան։ Այստեղից գնում են հոկտեմբեր։ Հա, ավտոբուսները նստին կերտան, դեր Ջայել հարսները։ Իսկ առաջ գործարաններ բան եղել, հա, լրիվ, այս սովետի ժամանակ մենք լավ կարի գործարան ենք ունեցել, մենք լավ վակումայնի գործարան ենք ունեցել, մենք լավ ամեն ինչ եղել է մեր արտիկում գործարաններ, չոլոշնի ենք ունեցել, ամեն ինչ այնպես որ ժողովուրդը վատ չի ապրել, լավ է ապրել, քանի որ իր աշխատավարձի հույսով ապրել է ամեն ինչը։ Իսկ մի մարդիկ օրում ունին, օրում չունին, ամեն ինչը թանկացում, ինչ είναι մարդը։ Պետք է աշխատանքի անի, չէ, որ աշխատի իր գոհությունը պայ։ Հմիստեղ իրեք ժամ կայնես, հակուստի խանութների մարդ չմնի։ Մարդիկ իրանց են եդեն կծե, բերել է, ներել է, մի մարդ չկա, առևտուր չկա։ Գոնե տան գազի լույսերը մարեն, հարգերը մարեն, բդիրնի չէ, տունդ պայես, ժամանակին նեղված ապրել ես, ասոնք բերել, եդես կծե որ հմի ապրիս, բայց առևտուր չկա, այդ չիդեմ ինչ, բերենգը, ստեղ մեքենայով կայնիկը, կանչենք ժողորդին, հաշվենք ու դա։ Մի խոսքով այդ օնլայն առևտուրը վնասել է մեզ։ Շատ, ժողովրդին շատ է վնասել, շատ չափից դուրս։ Հիմի թե այդ հակուստը օրում քակնի, ներգոր քակնի, երկոր նաղդի անունը օրային է։ Դուք քանի տարի եք առևտրով զբաղվում։ 35։ Սենց ված չի եղել։ Չէ, ասպես պատմությունը սիկ առաջի անգամ է։ Այս մեկ տարի մեկ համարի աշխարհի օնլայնները բացվել են, այստեղ առևտուր չկա խանութները։ Մի կերպ են կան որ գազ է, լույս է, ջուր է, ընտանիքի երեխայի յոլակերտան թե չէ, ապրելու միջոցները շատ ծանր են։ Իսկ ջահելները ինչով են զբաղվում, գնում են արտագն աշխատանքի։ Արտագնաց երևի Երևանում մեծամասամբ կաշխատին, այդ կան արտագնաց չկան ձիգը թվա, չնայած մեր տնից չկա երտող, բայց ընձիգը թվա կան երտող չկա, քանի որ Երևան մարդիկ կաշխատին, շատ թե քիչ իրանց դռների վրա են կաշխատին։ Դե ինչ էր այ, եթե աշխատանքի ունի, խանութներն ամեն ինչ կա, ամեն ինչ կա, բայց թանկություն է, մարդիկ հնարավորություն չունին ապրելու։